Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն արդեն փլուզվում են աճող հակամարտությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի նախկին հետագույս Սքոթ Ռիթերը։ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն փլուզվում են, ստիպված ենք լինելու առերեսվել իրականության հետ, հայտնել է Ռիթերը։ Նախկին հետախույզը նաև նշել է, որ Ռուսաստանի կողմից չճանաչված Կոսովոն ռազմական դաշինք է ստեղծել Ալբանիայի եւ Խորվաթիայի հետ։ Ռիթերն ընդգծել է, որ դրա պատճառով ամբողջ աշխարհը մեծ խնդիրներ ունի Բալկաններում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հասցեին իր կոշտ քննադատությամբ ցույց է տալիս, որ վախենում է խաղաղությունից։ Նման կարծիք է հայտնել իռլանդացի լրագրող Չեի Բոուսը։ Զելենսկին վախենում է խաղաղությունից, քանի որ նա գիտի, որ դա նշանակում է իր բռնապետության վերջը, ընդգծել է նա։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ռուսական պատմություններ է տարածում եւ իրավունք չունի քննարկել Ուկրաինայի տարածքը։ Իսրայելը առաջիկա ամիսներին կարող է հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը, վկայակոչելով աղբյուրներին։ Իսրայելը չի բացառում առաջիկա ամիսներին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը, ասվում է հրապարակման մեջ։ Ինչպես նշվում է հոդվածում, Իսրայելի այս դիրքորոշումը գոյություն ունի նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ պատրաստ չէ աջակցել այդ քայլին։ Ուկրաինան չի կարողանա դիմակայել հակամարտությունում նույնիսկ 2 շաբաթ, եթե ԱՄՆ-ն վերջնականապես որոշի Կիևին հետախուզական տվյալներ չտրամադրել։ Այս մասին գրում է ամերիկյան Washington Post պարբերականը։ Անցյալ ամիս Կիևին հաջողվեց վերապրել ԱՄՆ հետախուզական աջակցության 6-օրյա դադարեցումը, որը նախատեսված էր Զելենսկու զիջումներ քամելու համար։ Բայց եթե դա շարունակվեր եւս մեկ շաբաթ, հետևանքները աղետալի կլինեին, ասվում է հրատարակության հայտարարության մեջ։ Նշվում է, որ առանց ԱՄՆ արբանյակային հետախուզության Ուկրաինան չի կարող կանխատեսել ռուսական հրթիռների, անօդաչու թռչող սարքերի կամ այլ հարձակումներ։ Եվրոպացիները լավ այլընտրանք չունեն։ Պարբերականի տվյալներով Թրամփը Ուկրաինայի հանդեպ իր արհամարհանքն է արտահայտել, մերժելով Կիևին պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունները Ուկրաինայի շուրջ բանակցություններից երկրի հնարավոր դուրս գալու մասին նվեր են դարձել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին ահազանգել է ամերիկյան New York Times պարբերականը։ Պարբերականը հարց է բարձրացրել, ինչ նկատի ուներ պետքարտուղարը, խոսելով բանակցային գործընթացից Վաշինգտոնի հնարավոր դուրս գալու մասին։ Ինչ էլ նկատի ունենա Ռուբիոն, նրա խոսքերը դարձան վերջին ամերիկյան նվերը Պուտինին, եզրափակել է պարբերականը։